Իսկ դու գիտեիր, որ Հյուսիսային Կորեայի մարդու մահապատժ են ենթարկել, որովհետև նրա հաճախորդները ցանկանում էին ունենալ այն սանրվածքը, ինչ ուներ երկրի ղեկավարը։ Դու չէիր պատկերացնի, ինչի կարող է բերել Մազիձևը մի տոտալիտար պետությունում։ Փայնյան Հյուսիսային Կորեա 2021 թվական։ Մի սովորական վարսավիրանոց սկսեց դառնալ հայտնի, տեսքը հասարակ, գները միջին, բայց մուտքի առաջ անսովոր հերթ։ Պատճառը մի բան էր, վարսավիրը սկսել էր սանրվածքներ անել շատ նման Կիմ Չեն Ընի մազերին։ Երիտասարդները, զինվորականները, անգամ պաշտոնյաներ գնում էին հենց նրա մոտ։ Հաղորդվում էր, որ վարսավիրը ասում էր, բոլորն ուզում են նմանվել առաջնորդին, բայց Հյուսիսային Կորեայում նմանվել առաջնորդին պետական հանցագործությունը, եթե դու դրա իրավունքը չունես։ Սանրվածքը երկրի ղեկավարի սիմվոլ է եւ ցանկացած նմանակման փորձ համարվում է քաղաքական դավաճանություն։ 3 օր անց անվտանգության աշխատակիցները փակեցին սրահը, ձերբակալեցին վարսավիրին։ Նրա անունը մաքրվեց բոլոր ցուցակներից։ Ընտանիքը անհետացավ։ Սոցիալական ցանցերում բոլոր քննարկումները ջնջվեցին։ Հյուսիսային Կորեայում օրենքով թույլատրվում է միայն 15 սանրվածք։ Այո, 15։ Դու չես կարող ունենալ սանրվածք, որը դուրս այդ ցանկից։ Արգելված է ներկված մազերը սպիտակեցնելը, մազերի գաներացումը կամ նույնիսկ շատ երկար մազերը տղամարդկանց մոտ։ Նույնիսկ հարսանիքի ժամանակ հարստացուները պարտավոր են ընտրել պետական ցանկից ընդունված սանրվածք։ Սա գեղարվեստական սցենար չէ, սա իրականություն է։ Երբ մազերը պետության վերահսկողության տակ են, երբ գլխի ձևը որոշում է, ապրես թե ոչ, դա այլևս երկիր չէ։ Դա բաց զնդան է, սահմանված մկրատով։ Եթե քեզ սա զարմացրեց, բաժանորդագրվիր, գրիր մեկնաբանություններում քո կարծիքը։ Ու մի մոռացիր կիսվիր տեսանյութով։